Բարի առավոտ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, շատ ուրախ ենք, որ այս առավոտ ձեզ ողջունում ենք ATV ուղիղ եթերից եւ իհարկե առաջին ծրագիրը սիրով բարի լույս է ասում բոլորին եւ պայծառ արևներ է նվիրում, իսկ այս առավոտ արևները նվիրում են Սուրենը եւ Ադրինեն։ Բարի ողջույն Սուրեն ջան, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, այո սիրելիներս, այսօր եւս կփորձենք մի փոքր ջերմություն, արև, լավ տրամադրություն պարգևել ձեզ, իսկ դրա համար ինչ է պետք, որ դուք միանաք մեզ առաջին ծրագրին։ Այո, ժպտացեք եւ հավատացեք, որ կյանքը ի պատասխան կժպտա նաեւ ձեզ։ Այսօր ամբողջ եթերը կվարենք ես եւ Ադրինեն, մեր շատ սիրելի Սոնան։ Մի փոքր վատ առողջ է, մաղթենք առողջություն եւ որպեսզի շուտ վերադառնա եթերի։ Եվ ասեմ, որ այսօր հունիսի 10-ն է եւ բնականաբար ամառային 10 օրերը համոզված եմ ձեզ համար բավականին բուռն էին անցել եւ շարունակեք մնացած 2.5 ամիսը նույնպես անցկացնել այդ նույն տրամադրության մեջ։ Մոդեռնի համաշխարհային օրն է այսօր, Ադրինեն, ամենամյա տոն, որ նշվում է հունիսի 10-ին։ Այն ստեղծվել է մոդեռն ոճի արվեստի ճարտարապետության, գեղանկարչության, պոեզիայի, երաժշտության եւ այլ ոլորտներում խթանելու, ինչպես նաեւ նրա ժառանգությունը պահպանելու համար։ Այսօրն անցկացվում է ցուցահանդեսներ, լուսանկարչական մրցույթներ, էքսկուրսիաներ, ընթերցումներ։ Մոդեռնի առաջին միջազգային օրվա գաղափարը ծագել է Հունգարիայից, որտեղ 2013 թվականին այն անցկացվել է Բուդապեշտի կիրառական արվեստի թանգարանում Ցեզիոս ամսագրի նախաձեռնությամբ մոդեռնի համաշխարհային օր տոնի անցկացման օրն ընտրվել է հունիսի 10-ին, քանի որ այդ օրը մահացել են մոդեռն ոճի երկու նշանավոր ներկայացուցիչներ Անտոնիո Գաուդին եւ Էդեն Լեհները։ Իդեպ ասեմ, Իսպանիայում լինելով Բարսելոնայում ես Գաուդիի ձեռքի այդ մտքի թռիչքները տեսել եմ եւ իրոք շատ շքեղ ու շատ հետաքրքիր էր։ Այնպես որ Երանի քո աչքերին։ Այո, շնորհակալություն անցնենք առաջ Ադրինեն, հունիսի 10-ին Հայ թատրոնի եւ կինոյի ամենահմայիչ դերասանուհիներից մեկի ասմունքի եւ կրկնօրինակման վարպետ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի Ժենիա Ավետիսյանի ծնունդն է։ Ժենիա Ավետիսյանը թատրոնով տարվեց 10 տարեկանում։ Կյանքի մի էջ ներկայացման համար ռուսական արտաքինով աղջնակ էին փնտրում։ Բեմադրիչները հավանեցին շեք մազերով, կապույտ աչքերով Ժենիային եւ հենց նրան տվեցին այդ էպիզոդիկ դերը։ Դրանից հետո Ժենիան սիրահարվեց թատրոնին, ընդունվեց Երևանի Պետական Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Ավարտելուց անմիջապես հետո Վարդան Աճեմյանը նրան հրավիրեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ Առաջին իսկ դերերից դերասանուհու համար առաջնային դարձավ զգացմունքն ու զգացմունքայնությունը։ Այդ մոտեցմամբ նա ազգային ակադեմիական թատրոնում կերտեց 50 դեր։ Մոտ կեսդարյա բեմական ճանապարհի ահռելի հատվածը Ժենիա Ավետիսյանն անցավ իր ամուսնու տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի հետ։ Ազգային կինեմատոգրաֆում եւս ահռելի ներդրում ունի Ժենիա Ավետիսյանը։ Անցնենք առաջ։ Արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիում ծնված ու մեծացած աղջնակի մտքով անգամ չէր անցնի, որ տարիներ անց դպրոցական պատի թերթերից ու ամսագրերից իրեն նայող հայոց մեծերի Հովհաննես Շիրազի, Վիլյամ Սարոյանի, Համոս Սահյանի, Վահագն Դավթյանի շատ շատերի հետ ոչ միայն պիտի ծանոթանար, այլև նրանց հետ բեմ պիտի բարձրանար ու ասմունքեր նրանց ստեղծագործությունները։ Այնպես որ այսօր իհարկե Հայաստանյան վաստակավոր արտիստ, նաև իհարկե Սիլվա Յուզբաշյանի ծննդյան օրն է։ Այնպես որ այսպիսի հրաշալի տրամադրությամբ բոլոր հոբելյարներին նաև շնորհավորենք եւ մաղթենք իհարկե որպեսզի բոլորի մոտ լինի շատ տոնական տրամադրություն եւ մի շատ էլի հետաքրքիր 90-ականների շատ կարեւոր սեքս սիմվոլ, ինչպես ասում են, եւ իհարկե շատ տաղանդավոր արդեն կռահում է։ Եվ ամենակարևորը Ադրինե շատ բարի մարդ, որտեղ նրան անձամբ եմ ճանաչում, հրաշալի մարդ Լիլիթ Կարապետյանի ծննդյան օրն է այսօր։ Լիլիթ ջան, շնորհավորում ենք քեզ ու մաղթում, որպեսզի տրամադրությունը լինի շատ բարձր եւ իհարկե լինի այն հրաշալի ժպիտն ու անկեղծությունը, որը միշտ դու ունես։ Լիլիթի պարագայում նա ամենաանկեղծ, ամենաբարի մարդկանցից մեկն է։ Այո, համաձայն եմ, մենք բոլորս էլ ճանաչում ենք Լիլիթին, ողջուններ, շնորհավորանքներ, լավագույն մաղթանքներ, սիրելիներս, ձեզ էլ բոլորիդ Լիլիթի գլխավորությամբ, ում ծնունդն է այսօր, շնորհավորում ենք եւ ամենալավն ու բարին ենք մաղթում։ Թող լինի լավ օր, բարի տարեդարձ եւ բարձր տրամադրություն։ Եվ մենք ունենք տեսահոլովակի պրեմիերա, որը արինավիրենք բոլոր հոբելյարներին, եւ տեսահոլովակը ներկայացնում է Գրիշա Աղախանյանը, նոր տոնական երկու տեսահոլովակ, որ ինքնատիպ ու լիրիկական շնորհավորանք է բոլոր հոբելյարներին։ Ավելին տեսահոլովակում շնորհավորում են ոչ միայն երգիչ, այլև մի շարք հայտնիներ, այդ թվում Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Պապոյանը, Ավետ Բարսեղյանը, Սաֆարյան Արսենը, Աբել Աբելյանը, Ռաֆի Ալթունյանը, Լևոն Հարությունյանը եւ Ստեփան Ղամբարյանը։ Այնպես որ այս պահին բոլոր հոբելյարներին նվիրում ենք այս տեսահոլովակը։
մասին է օրը այս Դե ինչ անցնում են տարիները մեր կողքով ասես չենք մնա այսպես ջահե իչքան էլ որ ուզես ժամանակը չի կանգնում չի լսում այն մեզ կյանքդ միշտ լինի գարում վարդերի պարպես քո մասին օրը այս դե բաժակդ բեր իմ հին ու լավ ընկեր իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր քո մասին օրը այս դե բաժակդ բեր իմ հին ու լավ ընկեր իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր Շեր ունենք մեր ապրած կյանքում որ հիմա երկհորինենք կգրեն գրքում ինչերի միջով ասես որ էլ մենք չանցանք լավ ընկերությունը միշտ թանկ է ու բարձանք քո մասին օրը այս դե բաժակդ բեր իմ հին ու լավ ընկեր իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր քո մասին օրը այս դե բաժակդ բեր իմ հին ու լավ ընկեր իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր օրը այս դե բաժակդ բեր իմ հին ու լավ ընկեր իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր իմ լավ ընկեր քո մասին օրը այս դե բաժակդ բեր իմ ընկեր իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր Այսպես, լավ տրամադրությամբ եւ նոր տեսալովակի պրեմիերայով իհարկե շարժվենք առաջ, եւս մեկ անգամ շնորհավորենք բոլոր հոբելյարներին եւ տեսալովակը, որ եղավ նվիրենք բոլորին, եւ հիմա վերադառնանք մայրաքաղաքի փողոցներ, որտեղ իհարկե տեսնում ենք, որ կարմիր գծերը, այս անգամ որոնք խորհրդանշում են իհարկե խցանումները, բավականին շատ են։ Փոքր կենտրոնը բավականին խցանված է այս պահի դրությամբ եւ տեսնում ենք բոլոր փողոցներում համարյա թե կարմիր գծեր, քանի որ խցանված են սարալանջերով որոշ հատվածներով, խցանված Կիևյան կամրջում տեղ-տեղ կա երկկողմանի խցանում այս պահի դրությամբ, այո, Հալաբյան փողոցում նույնպես, Չնող հատվածում կա խցանում Վաղարշյանը, Դավթաշենի կամուրջը, Կիևյան կամուրջը բարեկամություն բարձրացող հատվածը խցանված է, բարեկամությունից դեպի Բաղրամյան իջնողն է խցանված, Օրբելի եղբայրներում կա խցանումներ, Աթենքի փողոցում, Իսակով պողոտայում կա խցանում, երրորդ մասի հատվածը բավականաչափ խցանված է այս պահի դրությամբ, Շենգավիթ, երրորդ մաս, Գարեգին Նժդե, Բագրատունյանց փողոցները բավականաչափ խցանված են։ Միասնիկյան իջնող հատվածում տեղ-տեղ կա խցանում եւ չէ, այո, բավականին ազատ է մասիվի հատվածը։ Այսպիսին այս առավոտ տրամադրությունը փողոցներում Երևանյան կամաց գնում ենք դեպի հանգստի շրջանին։ Ես համոզված եմ, որ դուք արդեն պլանավորել եք ձեր ամառային հանգիստը, իսկ եթե ոչ, փորձեք հիմիկվանից կազմակերպել, որովհետեւ հավատացեք,
շատ աշխատելուց հետո պետք է նաև մի քիչ լիցքաթափվել եւ հանգիստն անցկացնել, հատկապես ընտանիքի հետ միասին։ Դե հիմա կունենանք կարճ դադար, այնուհետև կվերադառնանք ու կտեղափոխվենք խոհանոց, որպեսզի հասկանանք, թե Ադրինեն ինչ է պատրաստելու այսօր մեզ համար։ Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ ինչպես արդեն ասացինք, առավոտները դիմավորեք պայծառ արևի ու ժպիտների հետ միասին նվիրեք միմյանց հենց այդ ամենակարևորը, իսկ երեկոյի մասին կհոգան արդեն Իջևանի գինու գործանի կողմից նախատեսված ռոզե փրփրուն բրիզը, որը համոզված եմ շատ հետաքրքիր եւ նրբահամ կլինի երեկոյի համար եւ կզարդարի այն լավ տրամադրությամբ։ Դե ինչպես միշտ Ադրինեն մեզ ասում է, որ պետք է առավոտները սկսենք նախաճաշով, իսկ առավոտվա համար նախաճաշի մեջ շատ կարևոր է, որ շատ լինի կաթնամթերքը, ինչը կապահովի օրվա մեր սպիտակուցների քանակը։ Էլոլան հենց այն ապրանքանիշն է, որը պատրաստ է ձեզ յուրաքանչյուր օրվա սկիզբ դարձնել ավելի համեղ, ներկայացնելով իր կաթնամթերքի մեծ տեսականին։ Իդեպ ասեմ, որ Էլոլայի ամբողջ տեսականին ոչ միայն Հայաստանում է առկա, նաև Հայաստանի սահմաններից դուրս եւ հատկապես Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցների համար։ Այնպես որ նախաճաշեք, եղեք առողջ, լավ տրամադրվեք եւ մտածեք, թե որտեղ անցկացնել մոտակա շաբաթ-կիրակի։ Այս հարցի պատասխանը շատ դժվար է գտնել ինքնուրույն, որովհետև մեր հանրապետությունում կան հիանալի վայրեր, որոնց մասին մենք պարզապես չգիտենք եւ այս առիթով բացահայտումները կատարում է մեր ընկերը Արթուրը եւ ներկայացնում, թե ուր պետք է գնալ հենց այս շաբաթ եւ կիրակի։ Մենք շարունակում ենք մեր եթերը եւ առաջիկա 5 րոպեն չի լինելու հանգստի կամ լռության մասին։ Մենք եկել ենք իրական ադրենալինի, խելագար էմոցիաների հետևից, մի խոսքով մենք Garni Adventure Park-ում ենք։ Արագության ու էքստրեմի սիրահարները հաստատ կգնահատեն այս վայրը, իսկ ուղղությունները Garni Adventure Park-ում մի քանիսն են՝ դեպի Աժդահակ լեռ, Ազատազեն հրաձգարան, Ազատի ջրամբար, Աժդահակ լեռ եւ Աղվեսների սար։ Ինչևէ, գնանք խելագար էմոցիաների հետևից, ձեզ խոստանում ենք անհավանական դրայվ եւ էքստրիմ։ Գործունեությունը սկսել ենք 2 տարի առաջ, միտքը եկավ, քանի որ Հայաստանում լիքը փնտրեցինք, չգտանք ակտիվ հանգստի տենց շատ միջավայրեր, որ լինի քաղաքին մոտիկ։ Նմանատիպ միտքը առաջացավ, որոշեցինք փորձեցինք ու ստացվեց։ Ունենք տարբեր ուղղություններ, 6 ուղղություն ունենք տուրերը, 1 ժամից մինչև 8 ժամանոց տուրեր ունենք։ Տուրեր ունենք հրաձգարան, տուրեր ունենք Ազատի ջրամբար, տուրեր ունենք Կարելի սիմֆոնիա։ Այդ ամբողջը անցնում է արտաճանապարհային պայմաններում, պաշտպանիչ հագուստը ստանալուց հետո մոտենում են test drive-ի զոնա, անցնում են test drive-ը անցնելուց հետո արդեն աշխատակիցները որոշում են, արդյոք կկարողանա մեր հյուրը ընտրած ճանապարհով ուղեկցել, թե ոչ։ Եթե ոչ, առաջարկում ենք ուրիշ տարբեր տեխնիկաներ, տեխնիկա շատ ունենք, տարբեր ձևի, տարբեր չափսի, տարբեր ոճի։ Հիմա դուք կտեսնեք, թե ինչպես է փորձարկում մեր ընկերը, որը առաջի անգամ է նստեղ եկին կվադրացիկլի։ Մի հատ փոքրիկ test drive կա, անցնեմ ու սկսենք մեր խելահեղ ճանապարհորդությունը։
ինչպես եւ խոստացել էի, գժական էմոցիաներ, խելագար արկածներ, մի խոսքով հիշեք անունը՝ Garni Adventure Park։ Եկեք եւ դուք էլ մասնակից եղեք այս գեղեցիկ, հրաշալի ու աննկարագրելի էքստրիմին։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող սիրելիներս, ողջունում եմ ձեզ եւս մեկ անգամ, ողջունում եմ արդեն խոհանոցից, որովհետեւ այսօր շատ գործ ունենք միասին անելու, իսկ ինչ ենք պատրաստելու այսօր։ Ահա, եթե նկատում եք, եթե ձայնը լսում եք, այստեղ արդեն եփվում է հավկիթ, այսպիսի բուրըն իրավիճակում է գտնվում այստեղ խոհանոցը արդեն, մենք այսօր պատրաստելու ենք շատ համեղ բոլորիս ծանոթ մի աղցան, մայրաքաղաքային աղցան ենք պատրաստելու, դե մեծ առումով այստեղ ցույց տալու բան չկա, բայց յուրահատուկ մոտեցում ենք ցույց տալու, մի փոքր փոփոխված տարբերակով եմ ուզում ներկայացնել, ինչու, ինչի մասին է խոսքը։ Ես այս բոլոր բաղադրիչները պետք է քերիչով անցկացնեմ, ոչ թե մեր սովորական ավանդական ձևով պետք է այն մանր կտրատենք եւ աղցան պատրաստենք, այլ պետք է քերիչով անցկացնենք, սոուսով լավ միախառնենք եւ պատառիկներ պատրաստենք։ Երևի թե հետաքրքրությունը միայն կլինի այդտեղ, որ խյուսի պետք է վերածենք եւ պատառիկի ձևով պետք է մատուցենք այն։ Բաղադրիչների մասին խոսելով ասեմ, որ օգտագործելու ենք բոլորը այն բաղադրիչները, որոնք սովորաբար օգտագործում եք, բացառելով այստեղ գազարը, շատ հետաքրքիր է, որ իմ իմանալով օրիգինալ մայրաքաղաքային օլիվեի ուրեմն տարբերակում բաղադրատոմսում գազար չկա։ Չգիտեմ մենք ինչու ենք սովորություն դարձրել գազար ենք ավելացնում այնտեղ, բայց դե երևի սիրում ենք, չգիտեմ։ Հիմա ներկայացնեմ, թե ինչ ունենք այստեղ։ Մենք ունենք կարտոֆիլ արդեն նախապես խաշված վիճակում։ Ես այսօր միայն բացառել եմ օրինակ հորթի փապկամիս խաշած չենք օգտագործում կամ հավի կրծքամիս չենք օգտագործում, այլ կպատրաստենք այն բժշկական երշիկով, ասեմ, որ բարձր որակի լավ երշիկ եմ ես ձեռք բերել ու օգտագործելու ենք հենց դա։ Այստեղ բնականաբար ունենք կանաչ ոլորը, ունենք թթու վարունգ, ունենք մայոնեզ եւ թթվասեր եւ այստեղ ունեմ յուրահատուկ համեմունք միախառնված միքս տարբերակ հատուկ աղցանների համար նախատեսված։ Եվ այստեղ մեր հավկիթը, այսպես ասած, մեր օլիվեի հավկիթը ինձ թվում է արդեն եփված է, երևի թե կդնեմ մի կողմի վրա, որովհետև շատ է նա աղմկում։ Կսարճի, հետո մենք ուրեմն կմաքրենք այն։ Անցնենք առաջ, ինչ ենք անում։ Առաջին հերթին սիրելիներս, եկեք միասին բոլոր բաղադրիչները քերիչով անցկացնենք ու հերթականությամբ անցնենք առաջ։ Ինչպես նշեցի, այսօր միակ հետաքրքրությունը երևի լինելու է դրանում, որ պետք է քերիչով անցկացնենք, չգիտեմ երբևէ փորձել եք այդ տարբերակը թե չէ, եթե չէ, ապա խորհուրդ եմ տալիս փորձեք, որովհետև շատ համեղ է ստացվում։ Ահա, անցնենք առաջ ու սկսենք մեր աշխատանքը։ Ես կհագնեմ ձեռնոց այս պարագայում։ Ողջույն Սուրեն ջան։ Դու պատրաստում ես մայրաքաղաքային, սա ինձ մոտ կարծես նոր տարվա տպավորություն։ Այո, մի փոքր միշտ սիմվոլիկան է, հա, նոր տարվա։ Ստալիչնի սալատը։ Ճիշտ է, բայց ասեմ, որ ամռան ընթացքում էլ շատ ամռան ընթացքում շատ լավ կլինի, որ ամանիկով պատրաստված ունենանք սառնարանում, որովհետև օրվա ընթացքում շատ բոլորս զբաղված ենք լինում, ունենանք սառնարանում, հանենք շատ արագ պատառիկ պատրաստենք լոլիկով, վարունգով ու այդպես ճաշակենք։ Ես կարծում եմ փրկիչ մի աղցան կարող է դառնալ օրվա ընթացքում եւ հագեցնող է, եւ վիտամիններով հարուստ է, եւ շատ համեղ է ընդհանրապես։ Այսպես փորձենք։
Այս տարբերակով, այո, բոլոր բաղադրիչները միայն երևի թե կփորձեմ երշիկը շատ մանր կտրատել, որ համահունչ լինի մյուս բաղադրիչների հետ։ Մնացածը արդեն թե հավկիթը, թե վարունգը եւ թե ահա տեսնում եք կարտոֆիլը քերիչով կանցկացնեմ։ Շատ հետաքրքիր է լինելու, հյուսի է վերածվելու եւ այն պատառիկների, ուրեմն բացահայտում է, ուրեմն կլինի նոր աղցան։ Տապակված Հյուսի վերածված աղցան։ Այո, տապակված ստալիչին։ Այո, բայց շատ համեղ է, ես խորհուրդ եմ տալիս, մեր հեռուստադիտողներն էլ փորձեն, վստահ եմ չեք փոշմանի Ժողովուրդ ջան, եւ իմիջիալոց մի բան ասեմ, փոխարենը այդպես չարչարվեք, մանր նստեք, որպեսզի գեղեցիկ կտրատեք, դրա փոխարեն ավելի լավ է այս տարբերակ շատ արագ կստացվի։ Դե հիմա կավարտին արդեն կհասկանանք ինչ է իրենց ներկայացնում այս տարբերակը, բայց գիտեմ, որ շատ համեղ է լինելու, Ադրինեի պարագայում երբեք ինչ-որ բան այնպես թեթև չի լինում, ամեն ինչը լինում է շատ տեղին եւ իհարկե ինչպես հարկն է, դուք էլ պատրաստեք ձեր աղցանները, ես նաեւ գիտես որ ունեմ սիրում, այն որ շերտերով այսպես տորտ աղցան, այո, էլի շատ ինքը ձմեռային, դե ռուսական չեմ սխալվում կոչվում է ինչ պատշուբայ Չէ, պատշուբան ուրիշ է, ձկան տարբերակով, իսկ այդ շերտերով բանջարեղենային տորտ աղցան է կոչվում ինքը, այդպես շատ հետաքրքիր է, բայց ձմեռային է, կարտոֆիլ պատշուբու, Չէ, կարտոֆիլ ձկան անունն էր, կհիշեմ սիլյոտկա պատշուբը, սիլյոտկա պատշուբը, ձկան անունը, այո, ձկնիկը, վերարկուի տակ, քորացած ձկնիկը վերարկուի տակ, այո, մուշտակի երևի, մուշտակի, ավելի դաժան, մուշտակի տակ, ինչ եմ մտածել, որ այդպիսի անուն են դրել, չգիտեմ, շատ լավ, ահա, այսպիսի հյուս ստացանք կարտոֆիլից արդեն, եւ այսպես հերթով կանցնենք առաջ, քանի որ կարտոֆիլը Ժորժ ջան հենց նոր է եփել եւ մի փոքր դեռ տաք է, կթողնենք մի կողմի վրա սառչի, այս ընթացքում արդեն վարունգը կսկսենք փոքրիկ այսպիսի գլխիկները կտրենք բնականաբար ու քերիչով անցկացնենք նաեւ։ Ես տեսնում որ դու շատ երկար այսպես հաճելի աշխատանք ունես անելու, վարունգները շատ են, պետք է մանրացնել եւ իհարկե, անցկացնել քերիչով, եթե ուրիշ բան չկա ավելացնելու Երևի թե այս պահին չէ։ Այս պահին միայն վարունգների գործն է։ Այո, հավկիթն էլ կսառչի, հետո միասին էլի հեռուստադիտողի հետ միասին պրոցեսը կանցկացնենք։ Դե այս պահին կարդաթար կլինի, ու հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրերին, բավական հետաքրքիր է լինելու, մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, եւ ինչպես ասում են, հենց առավոտ կանուխ պետք է շփվել գեղեցիկի հետ եւ հենց բարեզբուն իմաստով այս պահին կիրականացնենք դա շփումը գեղեցիկի հետ։ 3 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը մասնակցեց Միս աշխարհ գեղեցկության մրցույթին։ Այս տարի համաշխարհային գեղեցկության մրցույթը անցկացվում էր 72-րդ անգամ Հնդկաստանում։ Միս աշխարհ 2025 գեղեցկության համաշխարհային մրցույթին այս տարի մասնակցել են 130 երկրների ներկայացուցիչներ։ Մեր երկիրն այս տարի ներկայացրել է Ադրինե Աճեմյանը եւ հենց այս առիթով մեր տաղավարում են Ադրինե Աճեմյանը եւ Միս Հայաստան, Միս Երևան Production-ի տնօրեն Արմինե Մուրադյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Լավ, դուք ո՞նց եք։ Շատ լավ, մի րոպե։ Դա։ Սազում է ինձ։ Շատ։ Մի հատ բան հարցնեմ էլի, այս ծանր թագը ո՞նց են այս գեղեցկուի նուրբ աղջիկները կրում։ Թող տնօրենը պատա։ Կասեք, ես ինձ կնստեմ։ Պատվով եւ պարտավորված։ Ծանր չի, շատ ծանր է։ Ծանր է, հա։ Ինչ լավ, քանի որ թարմ են տպավորությունները Հնդկաստանից, եկեք մի փոքր խոսենք հենց Հնդկաստանից եւ այս տարի Ադրինեն էր ներկայացնում։ Եվ պատմեք մեզ այդ մասին։ Ներկայացնեմ, Ադրինեն նշեմ, որ մեր նախկին սանն է եղել եւ կրսեր տարիքում մասնակցել է մեր գեղեցկության մրցույթներից մեկում, կրսեր Միս Երևան նախագծում եւ լավագույն հնգյակում էր հայտնվել եւ այս տարվանից սկսած Միս աշխարհ եւ ոչ միայն Միս աշխարհ գեղեցկության մրցույթի արտոնագրերը Հայաստանում պատկանում են Միս Երևան Production-ին եւ նշեմ, որ շատ կարճ ժամանակ ունեինք մասնակից գտնելու, պատրաստելու եւ պատրաստված ներկայանելու նման միջազգային հեղինակավոր մրցույթում եւ բազմաթիվ
ընտրություն, կաստինգներ եւ այլն, հասկացանք, որ Ադրինեն մեր լավագույն մասնակիցներից է, որ կարող է կարճ ժամանակում պատրաստված պատվով ներկայացնել Հայաստանը եւ պատասխանատվություն կրել դրա համար։ Համենայն դեպս Ադրինեն փորձել է ամեն բան անել գեղեցիկ ներկայանալու, Հայաստանը ճիշտ ներկայացնելու, մեր մշակույթը, պատմությունը, շատ գեղեցիկ փուլեր, հարցազրույցներ, տաղանդի փուլեր են նաեւ տեղի ունեցել, բարեգործական մեծ ծրագրեր են տեղի ունեցել այնտեղ եւ բոլոր առումներով Ադրինեն փորձել է անել մաքսիմումը եւ լավ ներկայանալ, ինչը մեզ համար շատ կարեւոր էր առաջին անգամ նման հեղինակավոր մրցույթում պատվիրակ ներկայացնելը, իհարկե անկասկած Ադրինեն լավագույնն էր ներկայանալու, բայց նշեմ, որ շատ դժվար է նման մեծ երկրների, պետությունների ներկայացուցիչների հետ մրցակցել, ներկայանալ, կարողանալ հաղթահարել, դա հոգեբանորեն նաեւ Ադրինեն ամեն բան է արել եւ ընկերությունը շատ հպարտ է, որ ինքն է ներկայացրել, նշեմ, որ նաև շատ սիրվել է այնտեղ մրցույթի թե կազմակերպիչների կողմից, թե գործընկերների, շատ մեծ հավանություն էր ստացել եւ ամենակրտսեր մասնակիցն է եղել եւ ոչինչով չի զիջել այն մասնակիցներին, որոնք տարիներ շարունակ մի շարք միջազգային մրցույթներ են հաղթահարում, որպեսզի կարողանան մասնակցել աշխարհի լավագույն մրցույթներից մեկում, հզոր մրցույթներից մեկում, իսկ մրցույթը ավելի շատ կրում էր բարեգործական բնույթ, ինքը նախագիծը այդպիսին է, իր գլխավոր թեման բարեգործությունն է ամբողջ աշխարհում, կարծում եմ, որ այնտեղի նախագծերի ժամանակ էլ Ադրինեն դրանում համոզվեց եւ գլխավոր շեշտը դրված է հենց մասնակցի ասելիքի եւ անելիքի իման վրա, որտեվ շատ կարեւոր միայն արտաքին տեսքի մասին չի, ցավոք շփոթում են երբեմն, գաղափարն է շատ կարեւոր, իսկ Ադրինեն փորձել է ամեն բան այնտեղ անել, որ լավագույնս ներկայանա ու ներկայացնի մեզ։ Ադրինե, մեզ համար շատ հեշտ է, հա, կողքից միշտ դիտել ու ինչ-որ խորհուրդներ տալ, ասել, մեր կարծիքը հայտնել, բայց մասնակցի, որ պիտի բեմ դուրս գա, ներկայացնի մի ամբողջ երկիր, այն էլ հենց մի մրցույթի ժամանակ, որտեղ պետք է եւ գեղեցկությունը, եւ տաղանդը, եւ երկրին հավուր պատշաճ ներկայանալու ձևը, սա շատ դժվար է, շատ։ Այ ձեր տպավորությունները երբ եղավ առաջարկը ներկայացնելու երկիրը։ Իրականում բնականաբար անսպասելի էր, որ ես էի գնալու, որովհետև մի քանի տարի երևի չեմ զբաղվել մոդելինգով, ավելի շատ իմ հիմնական մասնագիտության վրա էի ավելի շատ կենտրոնացել այդ շրջանում։ Երբ հասկացա, որ ես պետք է գնամ, առաջինը իրականում վախն է միշտ այդ պահին գալիս, դու վախենում ես, որովհետև հասկանում ես, որ դու պետք է գնաս, հասնես Հնդկաստան, ներկայացնես մի ամբողջ պետություն, դա բնականաբար շատ բարդ է։ Այնտեղ նույնիսկ երբ որ ինձ մի փոքր օրեն եղել, լավ չեմ զգացել առողջապես, շատ արագ եմ վերականգնվել, որովհետև ես երևի Երևանում, հա, ավելի շատ պատասխանատվության զգացումներ, որովհետև ես միշտ ասում եմ, եթե Երևանում ես լինեի, մի շաբաթ տանը կպարկեի այդպես, բայց այնտեղ շատ արագ եմ վերականգնվել, որովհետև հասկանում էի, որ մեծ պատասխանատվություն կա, որ հետո պետք է գամ Հայաստան եւ պատասխանատու լինեմ բոլոր այն արարքների եւ քայլերի համար, որոնք որ այնտեղ անելու եմ։ Հուզված էի շատ, բնականաբար, լարված էի շատ, բայց ինձ շատ էին օգնում բազմիցս հարցազրույցներում նշել եմ, որ շատ էին օգնում հենց Հայաստանի, այսինքն ժողովուրդը, հայերը, որոնք որ ինձ միշտ գրում էին, Ադրինե, մենք քո հետ ենք, մի լարվի, դու ամենագեղեցիկն ես, ամենալավն ես, ինձ դա ամենամեծ ուժն էր, որ Հայաստանից գալիս էր ինձ։ Հասնում էր Հնդկաստան։ Շատ լավ, որ փուլերն էին առավել պատասխանատու դժվար։ Բոլոր փուլերին պատասխանատու, բայց ես կարծում եմ ամենադժվարը հենց ամբիոնից ելույթն էր։ Ես ամբիոնից ելույթ եմ ունեցել, որոնք որ բոլոր մասնակիցները չէին ունենալու ելույթ, ընտրում էին, որ մասնակիցները կարող են հասնել այն փուլին, որոնք որ ուղիղ եթերով ամբողջ աշխարհը լսում էր այդ պահին այդ ելույթները։ Այսինքն չէինք նկարահանում, որ հետո մոնտաժում ենք, ուղիղ եթեր էր դա։ Դա էր ամենապատասխանատուն, որովհետև պետք էր ասել եւ այնպիսի բաներ, այնպիսի խոսք պետք էր ասել, այսինքն այդ խոսքը չէր վերաբերվում մրցույթին, մրցույթի հետ կապ չուներ այդ խոսքը։ Եվ պետք էր այնպիսի խոսք ասել, որ քո երկրի ձայնը կարողանաս հասցնել ամբողջ աշխարհին, եւ պետք էր այնպիսի խոսք ասել, որ քո երկրի ձայնը, որ ցանկանում ես հասցնել աշխարհին, չխոչընդոտի մնացած երկրներին եւ մրցույթի կազմակերպիչներին։ Դա ես կարծում եմ ամենաբարդ փուլն էր, բայց իմ կարծիքով յուրաքանչյուր երկիր ելույթ ունենալուց, համենայն դեպս ես այդպես եմ արել, առաջին հերթին դրել եմ
այն կետը, որ լինի օգտակար Հայաստանի համար, այսինքն ինձ համար երկրորդական է այդ ելույթից հետո մրցույթում կլինեն խոչընդոտներ, չեն լինի խոչընդոտներ, երկրորդական էր խանգարեր մնացած երկրներին, չէր խանգարի, ինձ համար ամենակարևոր կետը այն էր, որ թեկուզ այդ մի քանի րոպեն, որ ես պետք է ամբիոնից ելույթ ունենամ, դա լինի ի օգուտ Հայաստանի։ Մենք այսպիսի հրաշալի մրցույթների հետ կապված մի ֆիլմին ենք միշտ ասոցացնում, Սանդրա Բուլոկը, որ խաղում է, կոչվում Miss Genial-ն է, այդտեղ պարզ երևում է, թե ետնաբեմում ինչեր են տեղի ունենում, աղջիկներն իրար հանդեպ ինչպես են լցված, ինչը նախանձով եւ այլն, միշտ չէ, որ այս ամեն ինչ համապատասխանում է իրականությանը։ Արդյոք այդպես է լարվածությունը ետնաբեմում, այդպես է աղջիկները ոնց են միմյանց վերաբերվում հաղթանակի գնալու ճանապարհին։ Այսպես ասեմ, ես չեմ առաջվել նման խնդրի հետ, փառք Աստծո, ու իրականում շատ քիչ, շատ փոքր թվով աղջիկներ կային, որ այդքան լարված էին հաղթանակի համար։ Մնացած ավելի փորձում էին նյարդերը հանգիստ պահեին, չլարվեին միմյանց հանդեպ, հիմնականում ընկերական ամպագորգոր բառը չասեմ, որովհետև ընկերությունը ուրիշ բան է, բայց հիմնականում այդպիսի տրամադրություն էր տիրում, այսինքն միմյանց հանդեպ, չգիտեմ, կաբլուկ կոտրել, կրունկ կոտրել, հոգուս պատրել, չկար, ես չեմ առնչվել ամեն դեպքում։ Շատ լավ, այս թագից, քանի որ ես արդեն կրեցի մի քանի վայրկյան այս թագը, սա իհարկե այս տարի ձերն է, չէ՞, այս տարի Ադրինեն է, բայց փոխանցովի է այս թագը։ Փոխանցովի թագ է եւ յուրաքանչյուր տարի այսուհետև տեղի կունենա Miss Աշխարհ Հայաստան նախագիծը, որի հաղթող մասնակիցը կարժանանա թագին եւ պատվով կներկայացնի հաջորդ Miss Աշխարհ հեղինակավոր մրցույթին, կներկայանա որպես Հայաստանի պատվիրակ։ Իդեպ նշեմ, որ արդեն Miss Yerevan Production-ը շուտով կմեկնարկի համահայկական մեծ նոր նախագիծ հայ գեղեցկուհի համահայկական ազգային գեղեցկության մրցույթ, որը նախատեսված է, որի հաղթող մասնակիցը հենց կմեկնի Miss Աշխարհ գեղեցկության մրցույթին, ժամանակ ունենանք լավ պատրաստվելու, լավ ներկայացուցիչ գտնելու, Ադրինեն նույնպես իր մեծ փորձը կփոխանցի, մասնակցին կաջակցի այդ հարցում եւ նշեմ, որ տարիքը 17-ից 28 տարեկան աղջիկների մասին է եւ ներգրաված են լինելու ամբողջ աշխարհից հայուհիներ, տարբեր ծայրերից, Փյուրքից գեղեցկուհիներ, որոնք ազգությամբ հայ են, սակայն բնակվում են ինչ-ինչ պատճառներով Հայաստանից դուրս, կարող են նաև տվյալ մասնակիցները ներգրաված լինել նախագծում, որպեսզի կարողանանք լավ խումբ ունենալ եւ լավ պատվիրակներ պատրաստել նման հեղինակավոր միջազգային մրցույթներում, նաև նշեմ, պատրաստվում ենք նաև Miss Երկիր գեղեցկության մրցույթին, որը Ֆիլիպիններում աշնանը կկայանա, մի շարք նմանատիպ հավասար մրցույթների միջազգային եւ դրա համար անհրաժեշտ են լավ պատվիրակներ, որոնց սպասում ենք սիրով։ Դե, գեղեցկուհիներ, հայուհիներ, եթե մտածում եք, որ դուք եք ամենագեղեցիկը եւ ամենահայլունը հենց այդ հարցն եք տալի, կա արդյոք ինձանից գեղեցիկ ու սքանչելի, ապա հենց դուք պիտի մասնակցեք եւ իհարկե հաջորդ տարին ներկայացնեք։ Ազգին դժվար չէ թագից բաժանվելը։ Նայածում համար ես չեմ սիրում մոլուցքով վերաբերվել թագին, ինձ համար թագը այս պարագայում ոչ, բայց իրականում ինձ համար թագը դա հարստության եւ իշխանության սիմվոլն է։ Ես այս պարագայում գեղեցկության սիմվոլն է։ Այս թագը այո, բայց ոչ, ես ցանկանում եմ մեծ սիրով փոխանցել հաջորդ գեղեցկուհուն, մեծ սիրով, որովհետեւ պետք է միշտ պեղ տալ հաջորդներին։ Շատ լավ, անցնելով այս ճանապարհը, հա, լարվածության, անհանգստության, ինչ խորհուրդ կտաս նրան, ով պիտի հաջորդ տարի արդեն գա եւ մասնակցի այս ամբողջ ճանապարհով անցնի։ Ես խորհուրդ կտամ ամենակարևորը չկորցնի իր տեսակը, իր եսը, որովհետև երբ գնում ես մրցույթի ու վերադառնում ես Հայաստան, դու պետք է լինես հոգով եւ բնավորությամբ այն աղջիկը, ով մեկնել է։ Փորձը, այո, փորձը միանշանակ ավելանալու է, բայց ինձ համար այս կյանքում ամենակարևոր մասնագիտությունը մարդ մնալն է։ Եվ դա այն կարևոր կետն է, որ կնշեմ, որ պետք է գեղեցկուհին պահի իր մեջ, ոչ միայն գեղեցկուհին, յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ այդ կետը անպայման պահի եւ չկորցնի իր տեսակը։ Շատ լավ։ Ես մաղթում եմ հաջողություններ
Ձեզ այս տարի արդեն նոր, այս տարի չէ անցկացվելու նոր, այո, այս տարի անցկացվելիք նորին եւ Ադրինե ջան, քեզ էլ մաղթում ենք հետագա քո անելիքներում արդեն ընդգծես նաեւ այն բոլոր կարեւորությունները, որը հայ աղջիկներին, հայուհիներին էլ ավելի ուժեղ կդարձնեն, ընդհանրապես հայ կինը, հայ աղջիկ ամենաուժեղն է իմ կարծիքով եւ ես կարծում եմ, որ այս դեպքում նաեւ դու քո փորձը ընդգծում ես, որ նաեւ ամենագեղեցիկը, սա շատ կարեւոր է եւ յուրաքանչյուր քայլը պետք է լինի այն ամենը, ինչը որ կներկայացնի եւ կընդգծի մեր ավանդույթները պահպանելով եւ բնականաբար նորովի ամեն ինչը մատուցելով։ Այնպես որ շնորհակալություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որոնք էմոցիաներ կտան, իսկ ես կարծում եմ, որ գեղեցկության հետ մեկտեղ էմոցիաները շատ կարեւոր են։ Այս բացիկներում արև բացիկներ են, այստեղ ներկայացված են հայտնի երգերից ֆրազներ։ Մեկը Արամեն Պետրի երգից է՝ «Կուզես աշխարհն առանց քարտես», դու միայն ասա ինչ որ կուզես։ Սա կնվիրես այն մարդուն, ով այս բառերն են քեզ համար։ Հաջորդը ձեզ եմ նվիրում Նունե Եսայան, Արսեն Գրիգորյան, միայն ես եւ դու ու չկա էլ ոչինչ մեզ համար։ Նվիրեք ձեզ համար հարազատ ու կարևոր մարդկանց այս բացիկները եւ համոզված եմ ձեր ամբողջ ներաշխարհ եւ սրտի խոսքը կասվի հենց ձեր փոխարեն։ Շնորհակալություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ։ Թագադրելով ինձ որպես Արա Գեղեցիկը, ես այս պահին հայտարարում եմ դադար մեր եթերում։ Հետո կվերադառնանք ու կշարունակենք այն։ Բարի առավոտ եւս մեկ անգամ իմ թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս ողջունում եմ բոլորիդ, թե Հայաստանում բնակվող մեր հեռուստադիտողներին եւ թե սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցներին, ամբողջ սփյուռքին, սիրելիներս ջերմագին ողջուններ, բարի տրամադրություն, լավ տրամադրություն եւ իմացեք մենք այստեղ ձեզ շատ հիշում եւ կարոտում ենք։ Սիրելիներս, այսօր մենք պատրաստում ենք շատ համեղ բաղադրատոմս, բոլորիս ծանոթ, շատ հայտնի, ամբողջ աշխարհում հայտնի մի աղցան, որը կոչվում է օլիվիե կամ մայրաքաղաքային հայերեն տարբերակով եւ մի փոքր այսօր ներկայացնում եմ այն փոփոխված ձևով։ Ինչ ենք արել մինչ այս պահը։ Սիրելիներս, բոլոր այն բաղադրիչները, որոնք մենք օգտագործում ենք այս աղցանը պատրաստելու համար, ես քերիչով եմ անցկացրել, ոչ թե մանր կտրատված տարբերակով, այլ քերիչով անցկացված։ Այստեղ ունենք արդեն կարտոֆիլը, թթուվարունգը, հավկիթը եւ հիմա պետք է երշիկը եւս մանրացնենք։ Ես միայն երշիկը, այսպես ասած, չկարողացա ամբողջական վիճակում չէր, որպեսզի ես այն քերիչով անցկացնեի, բայց խորհուրդ եմ տալիս նաեւ երշիկը, եթե կստացվի, ապա սա էլ անցկացրեք քերիչով։ Ես կփորձեմ շատ մանր տարբերակով այն կտրատել ու ավելացնել մեր մյուս բաղադրիչների վրա։ Այսպես, առաջին հերթին շատ բարակ շերտերի կվերացեմ, ձողիկներ կկտրատենք, հետո մանր կկտրենք։ Ահա։ Ինչու եմ առաջարկում այս տարբերակը, նախ շատ համեղ է ստացվում, հետո ես ուզում եմ այն վերածել պատառիկների այս խյուսը եւ ասեմ, որ այս տարբերակով շատ ավելի արագ է պատրաստվում մայրաքաղաքային աղցանը, քան կտրատման այս ընթացքը անցնելով։ Ահա, սա էլ վատ չէ, այսպես էլ վատ չի ստացվում, բավականին մանր է ստացվում, այնպես որ կարելի է նաև այսպես միայն երշիկը օրինակ կտրատել փոքր խորանարդներով։ Այսպես։ Անհրաժեշտության դեպքում եւս մեկ անգամ դանակով կանցնենք վրայով, որպեսզի լավ մանր ստացվի։ Ինչու եմ փորձում այսպես անել, որպեսզի խյուսի մեջ այն ձուլվի, այսպես ասած, եւ պատառիկների մեջ հարմար լինի տեղադրելը, ուտելուց էլ շատ հարմար կլինի։ Ահա, ավելացնեմ նաև երշիկը այստեղ, փորձեմ էլի գեղեցիկ, ինչու եմ այսպես դասավորել, որպեսզի ձեզ համար տեսանելի լինի։ Ահա, մի անկյունում էլ փորձենք երշիկը տեղափոխել։ Այսպես։ Ահա։ Եվ իհարկե չենք մոռանում, որ պետք է դեռ այստեղ ոլոր օգտագործենք, պետք է սոուս պատրաստենք,
սոուսը հետաքրքիր ձևով կպատրաստենք, մենք ունենք թթվասեր եւ մայոնեզ, բայց ես այնտեղ կավելացնեմ մի փոքր նաեւ մանանեխ եւ իհարկե այստեղ ունենք շատ հետաքրքիր համեմունքների միքս տարբերակ, որը հենց նախատեսված է աղցանների համար։ Յուրաքանչյուր աղցանի համար դա կլինի նմանատիպ, օրինակ հագեցնող աղցաններ, թե կլինի թեթև ամառային աղցաններ, այդ բոլոր տարբերակների մեջ էլ կարող եք օգտագործել այս համեմունքը, շատ հանգիստ այն կարող եք ձեռք բերել յուրաքանչյուր խանութից, բոլոր խանութներում վաճառվում է, պետք է ուղղակի ուշադիր լինել, կարդալ, տեսնել, որ վրան գրած է համեմունք հատուկ նախատեսված աղցանների համար։ Այսպես։ Թթու վարունգը եւս պետք է։ Իմիջիալոտ սոուսը երբ պատրաստենք, ես թթու վարունգի հյութից մի փոքր ավելացնելու եմ սոուսի մեջ։ Մեկ անգամ եւս այդպիսի աղցան ենք պատրաստել եւ սոուսի մեջ ես ավելացրել եմ, եթե հիշում եք։ Այսօր եւս կկրկնենք, այսպես ասած, կրկնողությունը գիտության մայրն է, այո։ Եվ Ադրինեն այստեղ արդեն գունազարդելու շատ գեղեցիկ ամեն ինչ պատրաստել է, քիչ հետո արդեն այս ամեն ինչը կխառնենք իրար։ Եվ կստացվի շատ համեղություն։ Ես երբեք չեմ փորձել այս տարբերակով, այսպիսի սենց քերիչով անցկացած, հայերեն լեզվով ճորկած տարբերակով դեռ չեմ փորձել, բայց համոզված եմ, որ շատ համեղ է ստացվելու։ Վստահ եմ, որ այդպես է լինելու, այնպես որ դուք էլ փորձեք, հայտնեք ձեր կարծիքը, գրեք ձեր բաղադրատոմսերն ուղարկեք մեզ եւ մենք էլ փորձենք պատրաստել։ Այո, իհարկե, մեծ սիրով։ Հիմա երշիկներն էլ կկտրատվեն, համեմունքները ես համոզված եմ, որ շատ համեմունքաշատ է լինելու, որտեղ Ադրինեն եւ համեմունքները այո, չեն կարող անտարբեր անցնել միմյանց կողքով, այո, դա այդպես է։ Ես հուսով եմ, որ չեմ չարաշահում, չգիտեմ, շատ եմ օգտագործում համեմունք, բայց հուսով եմ, որ կերակուրների մեջ շատ չեմ չարաշահում, այնպես չի, որ ով ճաշակում է իմ ուտեստները, նեղանում է ինձանից։ Ես մտածում եմ, որ մենք կարող ենք այո, ես հասկացա դու ինչ ես մտածում։ Այս բաստուրմայով պանիրը կտրատել վրան։ Չգիտեմ, Սուրեն, ես ինչ առաջարկ արեցիր։ Չգիտեմ։ Հետաքրքիր համադրություն կարող է։ Կարելի է կողքից մատուցել, ես կարծում եմ։ Ես շատ ուզում եմ, որ ամբողջական այս համը հենց մենք ճաշակենք, այո։ Հետո կողքին ինչու ոչ կարելի է նաև այդպիսի այդ պանրով ուրեմն պատառիկ պատրաստել։ Դե ես համոզված եմ, որ շատ համեղ է լինելու։ Դուք էլ այս ամենը խառնեք իրար, պատրաստեք, իսկ այս բանին կունենանք կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք մեր եթերը։ Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ ինչպես գիտեք մենք յուրաքանչյուր առավոտ հորդորում ենք որպեսզի հետևեք ձեր առողջությանը, սա շատ կարեւոր է, հատկապես նաեւ կազմվածքին։ Այս ամենը իհարկե մեկ վայրում է Hill սպորտային համալիրում, որտեղ բացօթյա լողավազանն արդեն իսկ հասանելի է յուրաքանչյուրիս համար։ Գնում ենք այնտեղ, վայելում առավոտը, հետևում իհարկե մեր կազմվածքին եւ առողջությանը։ Այնպես որ հիմա տեղափոխվենք հենց Hills։ Ինչպես խոստացել է առավոտի Hills-ի շրջանակներում, ես դեռ շարունակում եմ լողավազանային տրամադրությունը։ Դե ամառ է, արև եւ պետք է վայելել այս ամենը։ Ու շատ կարեւոր հանգամանք, երբ որ լողավազանում ես, քեզ նաեւ անընդհատ պետք են զովացուցիչ ըմպելիքներ։ Ընդհանրապես բառի առկայությունը շատ կարեւոր է, այնպես որ այսօր փոքրիկ տեղեկություններ կտանք ձեզ հենց այն ամենի մասին, ինչը տեղակայված է Hills սպորտային համալիրի բացօթյա լողավազանի բառային հատվածում։
անպայման առավոտներն անցկացրեք հենց այստեղ։ Ոչինչ, մի գնացեք աշխատանքի։ Դա թույլատրվում է հանգստի ամենակարևոր օրենքի համաձայն, որովհետև պետք է նաև ամառվա շոկ շրջանում տրվել ամառային լավ տրամադրությանը՝ լողավազան, զովացուցիչ ըմպելիքներ, ծաղիկների հրաշալի բույր ու այս ամենը Hills-ում։ Այո, մի փոքր ես ինքս ինձ նախանձեցի, այս պահին տաղավարում եմ, բայց կարող է լինել հենց այնտեղ։ Դե դուք գոնե բաց մի թողեք առիթը եւ գնացեք ու վայելեք ամառային տրամադրությունը Արևը լողավազանը։ Իսկ մենք հիմա տեղափոխվենք խոհանոց եւ հասկանանք, թե Ադրինեն ինչ փուլում է այս պահին պատրաստության։ Ադրինե։ Շնորհակալություն Սուրեն ջան, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտող սիրելիներս։ Ինչպես հիշում եք, պատրաստում ենք այսօր մայրաքաղաքային աղցան, ահա այն բոլոր բաղադրիչները, ինչը մեզ պետք է արդեն պատրաստ է, այս բոլորը ես անցկացրել եմ քերիչով եւ հիմա պետք է պատրաստենք սոուսը։ Սոուսի համար, ինչպես նշեցի, մի փոքր հավելումներ կանենք, որպեսզի շատ համեղ ստացվի մեր աղցանը։ Այստեղ ունեմ մայոնեզ, ունեմ մանանեխի մածուկ եւ այստեղ կավելացնեմ իհարկե թթվասեր, այսպես, կխառնենք, ահա, որպեսզի մանանեխը լուծվի ամբողջ այս բաղադրիչների կատնամթերքի մեջ, ահա, Եվ այստեղ պետք է ավելացնենք այն համեմունքը, ինչի մասին շատ երկար խոսեցինք։ Ահա։ Մի ամբողջական միքս տարբերակ նախատեսված աղցանի համար։ Այստեղ միայն կավելացնենք սև պղպեղ և մի քիչ աղ, սիրելիներս։ Դեռ չեմ շտապում շատ աղ օգտագործել, որովհետև ունենք թթու վարունգ եւ համեմունքի մեջ եւս կա մի փոքր աղ։ Այսպես փորձենք լավ խառնել։ Ինչպես ասացի, այստեղ կարող ենք մի քիչ ավելացնել մեր թթվի հյութից, այսինքն թթու վարունգի հյութը մի քիչ կարելի է ավելացնել, որպեսզի ավելի հետաքրքիր համ ստանա մեր սոուսը, իսկ փոխարենը կարելի է նաև ավելացնել կիտրոնի հյութ, էլի շատ համեղ կստացվի։ Դու համեղ սոուս ես պատրաստում։ Այո, շատ համեղ։ Ես նշեմ, որ այստեղ նաև իմ աջ կողմում Էլորայի ամբողջ տեսականին է, որից քիչ առաջ մենք երբ դուք դիտում եք լուրերը, մենք քիչ առաջ իհարկե օգտվեցինք եւ փոքրիկ նախաճաշ կազմակերպեցինք, որովհետեւ անտարբեր անցնել այս ամենի կողքով պարզապես հնարավոր չէ։ Եվ ինչպես մենք ենք միշտ ասում, առավոտյան նախաճաշը հատկապես երբ այո պարունակում է շատ կատնամթերք, շատ կարեւոր է, որպեսզի իմունիտետը բարձր լինի եւ կարելի է նաեւ մարզվողների համար շատ կարևոր բաղադրիչ է։ Կաթնամթերքը Էլոլան ոչ միայն Հայաստանում է, նաև Հայաստանի սահմաններից դուրս Միացյալ Նահանգներում։ Եվ բնականաբար այս ամենին նաև համադրվում է այս գեղեցիկ ու հրաշալի գունավոր պահածոների տեսականի, որոնք նույնպես շատ համեղ են։ Ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, ասեմ, որ այստեղ ներկայացված է հրաշալի տեսականի, բայց ոչ ամբողջ է, որովհետև ամբողջը շատ է, եւ հյութերի, կոմպոտների լայն տեսականին նույնպես։ Բնականի համ ընդգծվում է յուրաքանչյուր պահածոյի մեջ։ Եվ նշենք, որ այսօրվա մեր հենց աղցանի պատրաստման ընթացքին մեզ օգնության են հասել մեր հենց գործընկերները։ Եվ կատնամթերքը, եւ թթու վարունգը ուրեմն ապահովել են հենց նրանք։ Ահա, ես խառնում եմ, երևի թե ավելի լավ կլինի մեծ գթալով խառնել, այնքան բազմապիսի գթալներ ունեմ, չգիտեմ, որ մեկով օգտվեմ, որ մեկով խառնեմ, ահա։ Ես ընթացիկ սիրելիներս, երբ կհասկանամ, որ ամեն բան, մենք սա պետք է փորձենք համտեսել, այնուհետև սկսել պատառների վերածել, որովհետև առանց համտեսելու երևի թե Վայ, Ադրինե ջան, ես այդ մեծ պարտականությունը կվերցնեմ իմ վրա, դաժան ու դժվար պարտականությունը, համտեսի։ Այո, մեկ վայրկյան ես լավ խառնեմ, որպեսզի բոլոր համերը միախառնվեն եւ բոլոր բաղադրիչները իմիջայլոց, սա էլ է շատ
ամենակարևորը, ահա տեսնում ես թթու վարունգը, այնպես մենակ լքված էր այն ներքևներում, հատակում։ Եվ ինչպես նկատել եք, Ադրինեն չի պատրաստում մի բաժին, Ադրինեն պատրաստում մի ամբողջ աման, որով մենք բոլորս պետք է ճաշակենք, իհարկե։ Եվ տեսնենք, թե ինչ է Դու հիմա ուրեմն փորձում ես ու ինձ ասում ես ինչ եմ ավելացնում, պակասեցնել չեմ կարող, բայց ավելացնել կարող եմ։ Ահա, եւ այսպես, տադամ։ Տադամ։ Տեսնենք ինչ է ստացվել։ Աղ մի քիչ աղ ես կավելացնում, թե ես աղակեր եմ, բայց չեմ ասի, որ ամբողջին ավելացնես։ Միգուցե մեր ընկերները աղակեր չեն այդքան։ Ահա, իսկ սոուսի հետ կապված կա ինչ-որ բան, որ կուզեիր ես ավելացնել։ Ուղղակի կուզեի, որ հիմա դադար լիներ եւ ես ամբողջ ուտեի։ Հիմա մենք միասին պատառ ենք պատրաստելու, սիրելիներս։ Եթե ամեն բան նորմալ է, Սուրեն, անցնենք գործի։ Ահա, ես էսպես, ահա, սիրելիներս, տեսեք ինչ ենք անում։ Փորձում ենք այսպես տեղադրել մի գդալի չափով, ուրեմն մեր լավաշիկի վրա, թեկուզ կարող է մի փոքր մեծ խոշոր ստացվել, այո, եւ այսպիսի եռանկյունի ուրեմն ուղղություններով փորձում ենք այն վերածել պատառին։ Իմիջիալոց նշեմ, ցանկության դեպքում կարող եք շատ այսպես թեթև մի քանի րոպե, երևի թե 2-ից 3 րոպե այն տեղափոխել ջեռոց, լավաշիկը չորացնել, հետո ճաշակել, բայց եթե ցանկություն չկա, այլ պարզապես այսպես պատառիկի ձևով։ Ահա, ստացանք այսպիսի գեղեցիկ պատառիկ, խնդրեմ։ Ծրարներ։ Եթե այո, ծրարիկներ, եթե երևում է, ես շատ ուրախ եմ, եթե ոչ, այս մեկ կտորն էլ միասին անենք եւ հեռուստադիտողը կտեսնի։ Մի անկյունի վրա տեղադրում ենք մեր ուրեմն աղցանը, այսպես ծածկում ենք, եռանկյունի տեսք ենք տալիս, ահա սիրելիներս, հուսով եմ երևում է, այս մյուս կողմ ենք թեքվում, հետո մյուս կողմ ենք թեքվում, այսպես, ահա, հերթականությամբ եւ այսպես, ահա, ստացանք հաջորդ պատառիկը։ Եվ այսպես շարունակ։ Այո, դե եթե ամեն ինչ պատրաստ է, իհարկե Ադրեն հիմա անցնում է արդեն Ես հուսով եմ երևում եմ մեր, այո, փաթեթա, սա բառես իսկական իմաստով փաթեթավորում է։ Այո, աղցանի փաթեթավորումն է կատարվում։ Ինձ թվում է շատ ուտելուց էլ շատ հարմար կլինի, ահա։ Ես դնեմ, որպեսզի ցուցադրեն։ Երևի թե մեր ռեժիսորին եւ օպերատորին գժվացրեցի, այնքան տապահարեցի պատառիկները։ Հուսով եմ ներող կլինեք, բայց հուսով եմ հեռուստադիտողը հասկացավ ինչի մասին է խոսքը։ Դե այս process-ը մի քիչ երկար է տևելու, բայց մենք այդ ընթացքում կունենանք հյուրեր, հետաքրքիր հարցազրույց կանցկացնենք, այնպես որ մնացեք մեզ հետ եւ արդեն հաղորդման ավարտին կտեսնենք թե ինչ եղավ եւ կճաշակենք միասին։ Շարունակում ենք մեր ծրագիրը բարելուց եւս մեկ անգամ բոլորին եւ խոսել ենք շատ հետաքրքիր գործի մասին, որն արդեն իսկ ներկայացվել է բոլորիս, ասեմ, որ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում հունիսի 13-ին կկայանա ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի Մայլից Մայլա գրքի հիման վրա ստեղծած ներկայացումը։ Ներկայացումը 5 հայտնի անձանց մասին է, որոնց միջոցով Լենինականի Գյումրու ուրախ տխուր էջերն են ներկայացնում։ Գյումրու կոլորիտը, նիստուկացը, հետաքրքիր դեպքերը, հետաքրքիր անձիկ մեկտեղելով մեկ մայլից մյուսն անցնելով վեր են բարձրացնում Գյումրի անունը եւ այն անկոտրում ոգին, որն ունի իսկական գյումրեցին։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, դերասան Սամվել Առաքելյան Նիկո եւ իհարկե ճանաչիր մերոնց հաղորդաշարի հեղինակ եւ վարող Վարամ Սուքիասյանը, ով նաեւ ներկայացման պրոդյուսերն է։ Բարի առավոտ։ Լավ եք։ Փարքասը։ Գերազանց։ Յանալե, եկեք խոսենք այս աշխատանքի մասին, հա, Մայլից Մայլա, նոր գործ, որն արդեն երևի թե ավարտում վիճակում է։ Դե այս ներկայացումը արդեն կենսագրություն ունի, Գյումրում խաղացել ենք։ Առաջին փորձն է մայրաքաղաքում ներկայացնել, որովհետև հետաքրքիր է մայրաքաղաքի ժողովուրդը ինչպես կընդունի ներկայացումը, որովհետև ինքը բեմադրված է ոչ ավանդական ձևով, ոչ դասական թատրոնի կանոններով, մի քիչ ինտերակցիա կա, մի քիչ հանդիսատեսի հետ հոգ հետ խաղում ենք, հանդիսատեսի հետ զրուցում ենք, նաև այսինքն այսօրվա բաց ազատ թատրոնն է։ Ես նշեցի, որ 5
5 կերպարի միջոցով է, հա, ներկայացում, բայց գործող անձինք կերպարները մենակ դուք եք դերասաններ, թե էլի Չէ, 5 գործող անձը 5 վարպետի մասին խոսում ենք։ Խոսում ենք հիշողությունների մասին խոսում ենք ատաղձագործի, խոսում ենք վարսավիրի, խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք վաղուց այդ արհեստները վերացել են ու չենք գնահատում այդ արհեստները։ Ավանդույթների մասին ենք խոսում, նաև Գյումրու ավանդույթների, ինչ ավանդույթներ են Գյումրին, ինչ նստուկացություն ունի, այդ մարդկանց ոնց ենք վերաբերվել, Քարտաշին ոնց ենք վերաբերվել, այդ ցավոք սրտի այդ վաղուց մոռացել ենք, հիշում ենք մեծերին Գյումրու հայտնի մարդկանց, բայց այդ արհեստավորները, որը քաղաքը կառուցել են, որը քաղաքը ոտքի են կանգնեցրել, որը քաղաքը աճեցրել են իրենց մատու եղոնգով, գույնն են եղել, այդ գույների մասին է, պարզապես պատմում ենք այդ մասին, պարզապես խոսում ենք այդ մասին, վարպետ Չոլախ Վարոսի մասին ենք խոսում, որը լավ քարտաշ է եղել, շարել է պատ, եղել է մի կոշկակար անձնավորություն, որը հայտնի է եղել, բայց հեղինակի կողմից այդ հորինված կերպարներ են։ Հորինված իրական կերպարներ չեն, բայց իրական կերպարներ շատ կան, Զուկայրական եթե տանենք։ Լավ, իսկ երբ եղավ մայլից մայլակ հայլելու առաջին պրեմիերան, երբ է ներկայացվում։ Անցյալ տարի եղավ այդ պրեմիերան, որովհետև Լիլիթի գիրքը շատ հուզեց ինձ, ես կարդացի, պատումները վերցի, մի շատ պատումներ կան, բայց որոշեցի մայլից մայլա, որովհետև հավաքվում են մի տաղավարում, այսինքն պիսետկայում, ու սկսում են զրուցել, խոսել, որը այս ժամանակներում վերացել են նաև, չէ, սա բոլորը զբաղված են, բոլորը կորզիվում են, բայց այդ բագի ջերմությունը կորել է, մայլի ջերմությունը կորել է, ուզում ենք, որ մի քիչ ջերմանանք, հավաքվենք, խոսենք, զրուցենք, հիշենք, հիշողությունների գիրք ընկնենք։ Շատ լավ, խոսենք հենց սկզբի մասին, քիչ հետ գնանք եւ հասկանանք ինչպես եկավ այս գաղափարը, տաղանդավոր մարդկանց հավաքել, ներկայացում անել։ Հիմքում ինչն է դրված, մի քանի տարի առաջ, որ նախաձեռնեցինք իմ հեղինակային հաղորդաշարը ճանաչիր մերոնց, ես սկսեցի հատիկ սելեկցիա անել, ընտրել ծանոթների, բարեկամների, ընկերների միջոցով դուրս գալ հետաքրքիր հայտնի մարդկանց հետ հանդիպում կազմակերպել, զրուցել նախապես եւ հրավիրել մեր հաղորդաշարին, որպեսզի մեր հասարակության լայն շրջաններին ճանաչելի դարձնել այն մարդկանց, ովքեր կենսագրություն ունեն, ովքեր հետք ունեն թողած մեր կյանքում, մեր հասարակության մեջ եւ ներկայացնել ճանաչելի դարձնել, ովքեր անհամեմատ ճանաչելի են, նրանց ոնց որ վերհիշել բարձրացնել, ովքեր ունեն որոշակի կենսագրություն, բայց լայն շրջանակները տեղյակ չեն այդ մարդու արած գործունեությունից, կենսագրությունից, ճանաչելի դարձնել մեր հանրությանը։ Սամվել Առաքելյանը եղել է մեր հյուրը, Հովանես Հովանեսյանի հետ պայմանավորել ենք մի քանի անգամ, որ էլի հրավիրեն որպես հյուր, բայց ժամանակի սղության պատճառով չենք կարողացել, մի քանի անգամ պայմանավորվել ենք։ Ու ես նաև որպես պրոդյուսեր փորձում եմ նաև ոչ միայն այդ հաղորդաշարին հյուր հրավիրել, այլ նաև վերհանել որոշակի, ասենք, արվեստի, չգիտեմ, ներկայացումներ, թատերական ինչ-որ ելույթներ ու միտք հղացավ, չեմ հիշում արդեն ոնց եղավ, որ այդ առաջարկեցի, որ որպես պրոդյուսեր միգուցե բերենք Գյումրին Երևան, որտեղ շատերը Երևանից գնում են Գյումրի, հատուկ այդ Գյումրու կոլորիտը տեսնելու, ներկա լինելու, ծանոթանալու Գյումրու նիստուկացին, ամեն ինչին, ու այդ խոսքը ոնց որ գցվեց այդ ձեռնոցը, շատ անմիջապես հոգուտ։ Այո, պետք է ասել, որ շատ ջերմ աջակցություն եւ ստացավ ու այս մտահղացումը կա, հիմա ոչ ենք անում, հիմա նաև Սամվել Առաքելյանին խոսք տանք, նաև մենք շատ խոսեցինք։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Բարի ժողովուրդ ջան, այս ներկայացումը, երբ Հովանես Հովանեսյանը ինձ հրավիրեց իր մտորումների թատրոն, իմիջիալոց արդեն 5 տարեկան, չէ՞։ 5 տարեկան, ասեմ, որ
ծանոթացա առաջ երթին գրքին եւ շատ ուրախացա։ Շատ ապրի Լիլիթը, որովհետեւ ինքը այնքան մաքուր ու անկեղծ է գրել, քեզ որպես դերասան մնում է միայն խաղալը։ Եվ փառք Աստծո փորձեցինք, ստացվեց եւ նույնիսկ Երևանից հանդիսատեսը գալիս է Գյումրի, որպեսզի հատուկ այդ ներկայացումը նայե։ Ասեմ, որ Մետրոպոլի թատրոնում շատ լավ ներկայացումներ կան, բեմադրություններ կան, այնպես որ այսօր մենք չենք թողել, որ մայրաքաղաքից հանդիսատեսը կհասնի։ Մենք ենք եկել այստեղ ներկայացումը խաղալու, եւս մեկ անգամ կուզենայի հիշեցնել մեր սիրելի հանդիսականին, որ ամսի 13-ին ռուսական դրամատիկական թատրոնում երեկոյան ժամը 19:30-ին այն հովը նոր արդեն կընկնի, այդ ժամանակ ժողովուրդ ջան, խնդրեմ, արեք, տեղերը սահմանափակ են, գալը ձեզնից բարձր տրամադրություն պարգևելը մեզնից, չէ, Հովհաննիսյան ջան։ Ասեմ որ կուրախանակ, լիաթոք, լաց կեղնիկ, վերջում էլ տուներ տալուց, ժողովուրդ ջան, մտորելու առիթ կունենաք, թե ինչի ու ինչի պատճառով այս 37 տարին ուր դիցեգանք ու ուր բդի երտանք հասնենք, որովհետև այս ներկայացումը մեր մասին է, մեր ավանդույթների մասին է, մեր երիտասարդ սերունդի մասին է, որ ես միշտ ձգտել եմ, որ մատաղ սերունդը միշտ մեծից ինչ-որ մի բան սորվի, մեծը պետք է միշտ պատմե այն երիտասարդներին, թե քաղաքը այսպես մարդիկ է ունեցել, այսպես վարպետներ է ունեցել, եթե մեկը մեկին չպատմի, այն ասում են, չէ, կյանքի անիվը միշտ պտտվում է։ Եթե չպատմես, անիվը չի պտտվի, երիտասարդը չի իմանա եւ չի սովորի։ Հովհաննիսյանը, ի շնորհիվ Հովհաննիսյանի ու այդ բեմադրության մենք պատմում ենք հենց այդ մեր անցած ուղին, մեր կյանքի անիվը պտտում ենք։ Այնպես որ անկեղծորեն ասում եմ, դուք կգաք, կտեսնեք ներկայացումը, հա, հեն էլ ասեմ, վերջապես օջախ կմտնեք, դարդակ ձեռներով չգաք, ժողովուրդ ջան։ Հա։ Չէ, տոմսերով։ Դարդակ ձեռով չգաք, վերջում կգնաք պաչպերոշ տեղնի դիք հաստատ, որտեղ մեր ազգը շատ կսիրե պաչպերոշ, էլի, շնորհակալությունը կհայտնեն պաչիգով։ Ես ավելացնեմ Սամվել Առաքելյանի խոսքին, որ միգուցե մեր հանդիսատեսը տեղեկացվածության խնդիր ունի, նաև երևի մեր հյուր լինելու հիմնական պատճառներից մեկը նա է, որ ծանոթվի մեր հանրության լայն շրջանակներին, որ իրոք Գյումրին իր ոտքով եկել է, եկեք, համեցեք, նայեք, հիացեք Գյումրու կոլորիտով, խոստանում ենք ուրախ տրամադրություն, հուզիչ, ինտերակտիվ, դերասանները շփվում են հենց դահլիճում։ Այո, դերասանները իհարկե բեմում արդեն իրենց նաև ներաշխարհն են դնում, հայր, պիեսին, կերպարներին եւ տալիս հանդիսատեսին։ Դուք որպես հանդիսատես, եթե անջատենք պրոդյուսերը, հա, ներկայացնում, ուղղակի որպես հանդիսատես, ձեզ համար ինչ եք վերցնում ներկայացումից, ինչն է ձեզ համար ձեզ սրտին կպնող, ավելի հոգեհարազատը։ Ես նաև նախորդ խոսքում էլ նշեցի, հենց այդ լավ հստակ բառը էլի, կոլորիտը, Գյումրու կոլորիտը, որ այն նույնիսկ մի խոսք կարող են ասել, հա, Հովհաննես Հովհաննիսյանը կամ Սամվել Առաքելյանը, Գյումրվա բարբառով մի հատ թեկուզ մի հատ պարզ նախադասություն, բայց դրա մեջ այնքան խորություն կա, էլի, որ դու սուզվում ես այն ամենա հասնում ես Ալեքսանդրոպոլ, Լենինական, Գյումրի, էլի, իհարկե ամեն բարբառն եմ իհարկե սիրում, բայց դե Գյումրին նաև որպես հումորի հայրենիք, հա, հայրաքաղաք նաև իր ուրույն կոլորիտը ունի, ուրույն, այսպես ասած, տեղը ունի մեր այդ։ Չնայած բարբառը խեղաթյուրվել է հիմա, մենք աշխատում ենք հին բարբառը վերականգնել, հին բարբառը, Գյումրվա բարբառը, իսի գիդի գինիկ, այդպես ենք խոսում, ոչ թե ներկայացման ժամանակ խոսում ենք ժամանակակից միքսերով։ Այնց ուզում ենք խոսել, պաշտպանել նաև լեզուն, հին լեզուն, Գյումրվա լեզուն, ավանդական լեզուն։ Ցավոք սրտի հին Երևանից ոչ մի բան չի մնացել գրեթե, բայց Գյումրին դեռ շարունակում է պահպանել այդ հնությունները որոշակի առումով եւ հենց հյուրեր ենք ունենում արտերկրից, բնականաբար որպեսզի ցույց տանք այդ մեր գեղեցիկ կոլորիտը, տանում ենք միանգամից Գյումրի, որպեսզի այնտեղ
տեսնեն, ծանոթանան, սիրեն այն ամենը, ինչ որ կա, հա, հայ տեսակի մեջ, ավանդույթների մեջ, բայց ըստ ձեզ, որպես գյումրեցիներ, ովքեր արդեն պատմություն ունեն Գյումրիում, ինչ է փոխվել այսօր Գյումրիում։ Շատ բան է փոխվել։ Նախ քիչ են գյումրեցիները, շատ քիչ են գյումրեցիները, գրեթե չկան, բայց Գյումրվա ավանդույթները, նիստուկասը միշտ պահում են, այդ պապանողական մի քիչ պապանողական ենք շատ։ Մի քիչ պապանողական ենք, չնայած ժամանակակից երանգները գալիս գնում են, բայց միշտ պապանողական ենք մենք։ Ես եթե թույլ տաք ռետրո պատմություն հիշեցի հենց Գյումրու կոլորիտի մասին, ասում եմ առաջին անգամ Ծիտրո Ալեքը պետք է գնացքով գա դեպի Հայաստան, դեպի Գյումրի։ Պոլոզ Մուկուչը իրենց ընկերներով, բան այդ շքախմբով գալիս են առաջին անգամ շոքեքարշով Ծիտրո Ալեքը գա կայարան։ Այդ գնացքը որ շոքեքարշը, հա, որ մտնում է արդեն դեպի կայարան, այդ շչակները բանանելով այդ գոլորշին դուրս է գալիս շոքեքարշի վերևից, բան բոլորը զարմացած թե ես ինչ է բան, Պոլոզ Մուկուչը շուռ է գալիս այս ընկերներին, ասում է, «Սինք ինչ է», առաջին անգամ է տեսնում, ասում են, «Վարբետ, շոքեքարշ է, պարավոզ է, շոքեքարշ»։ Հա, «Սինք ինչով կաշխատի», դե գոլորշիով, պարով կաշխատի, նայում է կողքերը, ասում է, «Ստեղսիկ, ուրիշ տեղ չսեք, այդպես օրեղներ Գյումրվա բաղնիկներն մի Լոնդոն էին հասել»։ Շատ լավ, իսկ երիտասարդությունը, երբ որ գալիս է նայում է ներկայացումը, հա, ինչ է այնտեղ ինքը տեսնում, որտեղ ինչպես ասում եք, արդեն այսօր երիտասարդներն ուրիշ է, նրանց մտածողությունն ուրիշ է, նրանց համար Գյումրին ուրիշ է։ Հատկապես երիտասարդներն են մեր հանդիսատեսը ներկայացման։ Ընդհանրապես մեր թատրոնը երիտասարդական թատրոն է, որովհետև մի քիչ խելառ է, մի քիչ խենթ է, մի քիչ գժություն ենք անում, ոչ մի ակադեմիական բան չկա մեր թատրոնում, ոչ բարակույր, ոչ բեմ, ոչ ազատ տարածք է։ Այդ ազատ տարածքում աշխատում ենք ազատորեն, որովհետև ես գնահատում եմ, որ թատրոնում ամենագլխավորը դերասանի խաղն է, դերասանն է։ Այդ աճուճակները, պաճուճակները սդից բաներ են։ Ժամանակի պահանջներն են եղել ուղղակի։ Հետո մի լավ բան էլ ասեմ, որ մտորումների թատրոնում Հովիկը որոշեց եւ բացեց կից թատրոնին կից ստուդիա։ Ամեն անգամ ես այդ երեխաներին նայելով այնքան եմ հիանում, եթե դերասան էլ չդառնան, հավատացեք, կրտված գրագետ անձնավորություններ մարդ կդառնան բառից բուն իմաստով։ Ես հիանում եմ այդ երեխաների մտքի թռիչքով, ամեն ինչով։ Իսկ հանդիսատեսը ինչ ակտիվություն է ցույց տալիս այսօր Գյումրիում։ Մեր դալիճները միշտ լիքն են։ Մենք փոքր դալիճ ունենք, ընդամենը 50 տեղանոց դալիճ, ոչ ավել, ոչ պակաս չենք ուզում ավելացնենք, տեղեր ունենք, բայց ինձ թվում է, որ 50-ը լավ է մտորումների թատրոնի համար։ Փոքրիկ տարածք է, փոքրիկ թատրոն է։ Թատրոնիկ է ավելի ճիշտ։ Թատրոնիկ է։ Իսկ ինչ մտորումներ կան հաջորդիվ ներկայացնելու համար։ Հաջորդիվ շատ մտորումներ կա, մի գյումրեցի հեղինակ կա նաև, ուզում ենք այդ գյումրեցի հեղինակին ներկայացնել, իր պատումները էլի արձակը վերածենք դրամատուրգիայի ու ապագայում մոտ ապագայում մոնո ներկայացում Տիգրան Մեծ։ Վաու։ Տեսնենք։ Աստված առաջ։ Շատ լավ։ Վերադառնանք ներկայացմանը։ Ստանիսլավսկու անվան թատրոնում է լինելու, որոշվեց որ պիտի բերվի նաև մայրաքաղաք եւ այստեղ ներկայացվի։ Դեռ իհարկե չի եղել ներկայացումը այստեղ, բայց ինձ հետաքրքիր է, հա, կանխատեսումներ կան հանդիսատեսի ռեակցիաներից, որովհետեւ գյումրեցին իր Գյումրու մասին ռեակցիաները բնականաբար ուրիշ են, բայց այստեղ մայրաքաղաքում առավել եւս հիմա արդեն ժամանակակից երիտասարդության մեջ ինչպիսի ռեակցիաներ եք սպասում, ինչ արձագանքներ կտան։ Մի քիչ հուզվում եմ, մի քիչ լարվում եմ, որովհետեւ նախ բարբարը կարող է հնչի, կարող է չհնչի, կարող է բարբարը աշխատի կամ չաշխատի, բայց ինձ թվում է, որ որպես էկզոտիկա բարբարը կաշխատի։ Շահեգանը առաջին բարբարն է, համեմված է նաև ներկայացումը Գյումրվա երգերով, որոնք դերևս չեն լսվել, դերևս անհայտ է հանդիսատեսին ու այդ երգերի վրա նաև
կառուցել ենք ներկայացումը երկրաշարժի մասին է, սիրած աղջիկա մասին է, հարսանիքի մասին է, որովհետև ամեն ինչի մասին խոսում ենք ներկայացման ընթացքում։ Շատ լավ, պարոն Սուքեսյան, մեկ գործ պրոդյուսինգ անելուց հետո արդյոք ցանկություն չկա շարունակել, որովհետև շատ կարևոր գործ եք անում եւ միշտ թատրոնը բնականաբար ինքը արվեստի տեղն է, որտեղ արարվում է արվեստը, բայց պետք է մարդիկ, ովքեր այդ արվեստը ավելի տեսանելի դարձնեն եւ հասանելի։ Այս դեպքում այդ դերը ստանձնեք առել դուք։ Չկան ծրագրերում, որպեսզի շարունակվի այս ամենը։ Եվս մեկ ներկայացում, ուրիշ ներկայացումներ։ Արդեն փորձը ունենք, սա առաջինը չի։ Առաջինը չի։ Հիմա նաև ունենք ներողություն, ունենք նաև պլաններ, հիմա չասեմ, թող իրագործվեն նոր, նաև երաժշտական ուղղությամբ, նաև համերգների, լավ կատարողների ուղղությամբ եւ նաև հենց թատերական ներկայացումների, միգուցե հենց Գյումրու մտորումների թատրոնի կամ այլ կոլեկտիվների, բայց որոշակի schedule, հա, ասեմ հիմա այդ ժամանակակից բառով, որոշակի նախատեսված ինչ որ ցանկ ցուցակ կա եւ համերգային ծրագրերի եւ ներկայացումների, որոնք այսպես ասած աշխատանքային փուլում են, որ դա աստված իրագործվեն։ Հիմա դեռ չբացեմ պլանները, բայց նախատեսված այդ ուղղությամբ աշխատում ենք։ Շատ լավ է, եւ քանի որ դուք հունիսի 13-ին պատրաստվում եք հանդիսատեսին նվիրել էմոցիաները, Գյումրեցուն հատուկ էմոցիաները, մենք էլ ուզում ենք մեր ծրագրի ընթացքում ձեզ նվերներ տալ եւ ուզում ձեզ նվիրել բացիկներ, որոնք կհաղորդեն հենց այն էմոցիաները, որոնք շատ կարեւոր են։ Բացիկները նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այս 3 բացիկը, որոնք իմ ձեռքում են, շատ տաղանդավոր մարդկանց խոսքերն են։ Մեկը Մանասելյան, աշխարհում սիրեցի քեզ միայն։ Երկրորդը իհարկե Սահյան, ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից։ Երրորդը մեր Ավետ Բարսեղյանին են, տեզերքը զգում են երկուսով։ Այս բացիկները ձեզ, որպեսզի դուք արդեն նվիրեք ձեզ համար շատ կարևոր ու հարազատ մարդկանց։ Եվ Սիրելու գործը դիգնձի տուրել։ Երեքն էլ սիրելու մասին են։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն Սպիտակ Չորգինին, որպեսզի արդեն հունիսի 13-ին ներկայացումից հետո նշեք ձեզ համար շատ կարևոր ու իրադարձային այդ հրաշալի օրը, այնպես որ սա նույնպես ձեզ, որպեսզի արդեն նշվի ներկայացումից հետո։ Շնորհակալ ենք ձեզ։ Գյումրիում խմենք։ Գյումրու ճանապարհին։ Այսօր համար շատ շնորհակալ եմ, կտանեմ տուն, դիգնոջս կտամ։ Ահա, շատ կարևոր։ Խոստանում եմ հասցնեն տուն։ Բերեք խառնենք նորից բաժանենք։ Իա, չի։ Իա, արդեն։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք, որ տալիս եք այդ հնարավորությունը եւս մեկ անգամ վայելելու Գյումրու համն ու հոտը։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ, եթե կարելի է եւս մեկ անգամ հիշեցնենք մեր սիրելի հանդիսականին ամսի 13-ին, երեկոյան ժամը 19:30-ին Ռուսական դրամատիկական թատրոնում սպասում ենք բոլորիդ, ժողովուրդ ջան, տոմսերը սահմանափակ է, եթե այդ 650 տոմսն ինչ է, կտետալով արեք 1, 2, 3, 4, 5, քանի մատ տնենք явա, այս մարդը տանջվի գա явա։ Հնարավորություն ունենք մայլից մայլը անցնելու հունիսի 13-ին տաղանդավոր հրաշալի մարդկանց հետ միասին եւ զգալու Գյումրու համն ու հոտը։ Դե իսկ այս պայն կլինի կարճ դադար մեր եթերում, հետո կվերադառնանք ու կամփոփենք ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Եվս մեկ անգամ ողջունելով ասում եմ, որ մեր ուտեստը արդեն պատրաստ է։ Այսօր պատրաստեցինք մայրաքաղաքային աղցան մի փոքր փոփոխված տարբերակով եւ վերածեցինք իհարկե պատառիկների։ Ահա տեսեք, հուսով եմ ձեզ տեսքը դուր է գալիս, ես այստեղ ունեմ թե ամանի մեջ լցված ամբողջական տարբերակը եւ թե պատառիկները։ Սիրելիներս, այս բոլորը կարող եք համադրել եւ վայելել այսպիսի համեղ հյութերով՝ Իջևանի գինու եւ պահածոների գործարանի կողմից ներկայացվող տոմատի հյութով կամ որևիցե այլ տարբերակով։ Կամ կողքին կարող եք մատուցել թան, ահա մենք այստեղ ունենք նաև Էլոլա ապրանքանիշի թանը շատ համեղ։ Դե ընտրությունը ձերն է։ Սիրելիներս, հուսով եմ շատ հեշտ տարբերակ էր, շատ արագ պատրաստվող տարբերակ էր եւ ձեզ կարող է օրվա ընթացքում կամ մոտակա օրերի շաբաթվա ընթացքում ձեզ օգնել այս աղցանը։ Պատրաստեք, վայելեք, ձեզ հետևեք, ձեզ լավ նայեք, լավ սնվեք, ձեր հանգստին եւս հետևեք, որպեսզի ունենաք թե լավ տրամադրություն, թե լավ առողջություն։ Եվ այս ամենը
հավատացեք, պատրաստված է մեծ սիրով եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Սիրելիներս, կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրինեին, իհարկե շատ համեղ է ամեն ինչ, քիչ հետո միասին բոլորս ճաշակելու ենք, իսկ ես ուզում եմ ավելացնել, ինչպես արդեն Ադրինեն ասեց, այս ամենը ճաշակելու ենք այն համեղ կամպոտների հետ միասին, որը ներկայացնում է Ջևանի գինու եւ պահածոների գործարանը, գինիների հրաշալի տեսականի, հատկապես ռոզե, բրիզը, փրփրուն գինին, համոզված եմ երեկոյի հիանալի համադրությունն է։ Եվ չմոռանանք օրվա ընթացքում նախաճաշին շատ օգտագործել կաթնամթերք, ինչը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար։ Էլոլան հենց այն ապրանքանիշն է, որը ներկայացնում է կաթնամթերքի լայն տեսականին, հատկապես որ այն ներկայացում է հենց Սյունյաց լեռներից։ Համն ու հոտը միանշանակ բոլորի համար եւ ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ բնականաբար նաև էմոցիաների հետ կապված նվիրեք ձեր սիրելիներին, ձեր սերը եւ ամեն անգամ այդ մասին ասեք։ Իսկ եթե բառերը չեն հերիքում, ապա արև բացիկները նախատեսված են հենց այդ ամենը արտահայտելու համար։ Այս սիրտ բացիկները եւ ոչ միայն կարող եք գտնել Տերյան մշակութային կենտրոնում, Kaiser սուպերմարկետում, քաղաքի ծաղկաշատ եւ քաղցր վայրերում։ Այնպես որ արև բացիկները միշտ հասանելի են։ Ուզում նաև շնորհակալություն հայտնել Master-Right Barber Shop-ին իմ արտաքին տեսքի համար։ Master-Right-ը գտնվում է Ալբանդյան 37 հասցեում։ Դե մենք էլ ունենք մեր հասցեն յուրաքանչյուր առավոտ ATV առաջին ծրագիր։ Սիրով ձեզ ասում ենք բարի լույս ու մաղթում օրվա կարևոր սկիզբը ազդարարում միասին։ Դե այսօր համեղ էր, հետաքրքիր էր, հումորով էր եւ լավ տրամադրությամբ հագեցած։ Եվ այս ամենը պատրաստված էր սիրով։